Բարև ձեզ, դուք դիտում եք հեռանկարը և իմ զրուցակիցն է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, շնորհակալություն պարոն Ջանջուղազյան։ Այսօր սկսվել է 16 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը, առաջին քննարկումը, ինչպես ասում են, անցավ առանց էմոցիայի և էքսպրեսիայի, ինչն է պատճառը, Բագրատյանը չկար, թե ինչն էր։ Չի ուզենա կապել դա անձերի հետ, պարզապես տեղի ունեցավ այն, ինչ որ պիտի տեղի ունենար, այսինքն ներկայացվեց բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը եւ իմ ընկալմամբ նաեւ բավականին հետաքրքիր քննարկում ստացվեց, որովհետեւ այն հարցադրումները, որոնք արվեցին, գոնե իմ պատկերացմամբ ամբողջությամբ այսօրվա օրակարգում եղած հարցի շրջանակում էր եւ հավանաբար տրված պարզաբանումները սպառիչ էին, ամենայն դեպս ես այդպես ընկալեցի։ Լրագրողների համար ստացվեց, որ այդքան էլ հետաքրքիր չէր, հա։ Հավանաբար։ 16 թվականի կառավարության ծրագրով ՀՆԱ-ի աճը պետք է կազմեր 2.8%։ Ես թվերը որ ասեմ, դուք ասեք ճիշտ են թե սխալ են։ Իրականում կազմել է 0.2%, այսինքն գրեթե 0։ Կառավարությունը հետևաբար իր նպատակներին չի հասել։ 2.2% էր ծրագրավորված, ունենալ տնտեսական աճ եւ հաշվարկները կատարված էին հենց այդ տնտեսական աճի շրջանակում, արձանագրվել է դուք իրավացի եք 0.2% աճ եւ այս տեսակետից իհարկե կանխատեսումից շեղումը ակնհայտ է, որի հետ կապված մանրամասն պարզաբանումներ տրվել է, այստեղ ուղղակի ձեր հարցադրման վերջի մասը, արդյոք կառավարությունը հասել է իր նպատակներին թե ոչ, պետք է մի փոքր նայել այն տեսակետից, թե որներ նպատակադրումը, որտեղ տնտեսական աճը դա կանխատեսվող մեծություն է եւ այդ կանխատեսվող մեծության շրջանակում նպատակադրված էր, որ պետք է իրականացվեն ծախսերի այն բաժինը կամ այն ծրագրերը, որոնք ծախսային մասում նախատեսված էին։ Այս տեսակետից պետք է նշել, որ հասել է կառավարությունը իր նպատակին եւ այն ծրագրերը, որոնք նախանշված էին 2016 թվականի բյուջեում որպես ծախսային մասի բաղադրիչներ, ամբողջությամբ հնարավոր է եղել իրականացնել։ Մասնավորապես չկա որևէ ծախսային ծրագիր, որի կատարման աստիճանը կախված լինի դրամական միջոցների անբավարարության հետ, այսինքն բոլոր այն պարտավորությունները, որոնք պետական մարմինները բյուջեով նախատեսված ծրագրի շրջանակներում ստանձնել են, կատարվել են ամբողջությամբ։ Չկա որևէ չվճարված պարտավորություն։ Դրան մենք կանցնենք, կմոտենանք, եկեք արդարացումներին, հա, կամ չգիտեմ, բացատրություններին անդրադառնանք, աշխարհում տնտեսական վիճակը վատն էր, դրա համար մենք 16 թվականին չկարողացանք։ Այո, այդպիսի արդարացում կա։ Չի ուզենա, որ դա դիտարկեինք որպես արդարացում, որովհետև մենք սովորաբար, երբ որ առաջիկա ժամանակահատվածի ծրագրերի վերաբերյալ դատողություններ ենք անում, կանխատեսումներ ենք իրականացնում, որոնց հիմքում ընկած են որոշակի ենթադրություններ։ Բնական է, որ այս ենթադրությունները իրականության մեջ կարող են շեղվել, այսինքն փաստացի տեղի ունեցած իրադարձությունները կարող են շեղվել այն ենթադրություններից, որոնք ընկած են կանխատեսումների հիմքում։ Եվ սա բնորոշ է ցանկացած տեսակի կանխատեսման համար, որտեղ որևէ կանխատեսման հիմքում, ինչպես արդեն ասացի, ենթադրություններն են եւ այն մոդելը, որի հիման վրա այդ կանխատեսումները կատարվում են։ Եվ այստեղ գնահատել, որ դա արդարացում է, կարծում եմ այնքան էլ տեղին չի, իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք բացատրությունները, որոնք ներկայացված են շեղումների հետ կապված, որքանով են պայմանավորված արտաքին գործոններով, ապա պետք է փաստել, որ դրանք էապես կախված են արտաքին գործոններով, որտեղ բավարար է միայն վերջին 2 տարիների մասին կուզենայի խոսել, 2-3, այսինքն 14 թվականի կեսերից սկսված, երբ որ սկսվեց պատժամիջոցների, այսպես ասած, կիրառումը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչպես հայտնի է Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը սերտ հարաբերությունների մեջ են եւ առնվազն 3 գործոն կարող եմ ներկայացնել, որոնք էապես ազդում են Հայաստանի վրա, մասնավորապես դա մասնավոր տրանսֆերտներն են, որոնք ընդհանուր տրանսֆերտների մեջ Ռուսաստանի Դաշնությունից ստացված չափաբաժինը մոտ 80% է կազմում, հաջորդը դա առևտրաշրջանառությունն է եւ երրորդը, որը էլի կարելի է նշել, դա ուղղակի ներդրումներն են, որոնք տեղի էին ունենում նախկինում, մի հաշիվ նրա, որ Ռուսաստանի տնտեսությունը ակտիվորեն աճում էր եւ դրանով պայմանավորված այդ գործոնները ունեին դրական ազդեցություն։ Այն դեպքում, երբ վերջին 2-3 տարիների ընթացքում ունեցել ենք հակառակ պատկերը։ Պուտինը վերջին իր կապի ժամանակ, ուղիղ կապի ժամանակ տեսել եք երևի, ասաց, որ արդեն չի խանգարում այդ պատժամիջոցները, արդեն մեր տնտեսությունը աճում է եւ այլն։ Համաձայն եք այդ գնահատականի հետ, իսկապես այդպես է։ Եվ համաձայն ենք եւ ուզում ենք հուսալ, որ իսկապես այդպես է, բայց դա միակ թերևս
զարգացումը չի, որի վրա պետք է կենտրոնանալ, մեր նպատակադրումների մեջ կա նաև այնպիսին, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը եւ հնարավորինս նվազեցնել մի գործոնից կախվածության աստիճանը։ Ամեն դեպս հեռանկարը մենք տեսնում ենք այդպիսին, որ կունենանք տնտեսություն, որի վրա ազդող գործոնները կլինեն կշռված եւ մենք մեկ գործոնով պայմանավորված էական ազդեցություններ լինի դա դրական թե բացական գնահատվում է որպես թերություն, այսպես ասած։ Մնալով ԵՏՄ-ի կազմում։ Այո, իհարկե։ Դիվերսիֆիկացնել մնալով ԵՏՄ-ի կազմում, դա իրար չի խանգարում։ Ամենևին ոչ։ Պղնձի գնի իջեցնումը, հա, պղնձի էժանացումը նույնպես ազդել է այս շեղումների վրա։ Բնականաբար ազդել է, չէր կարող չազդել, ինչպես Հայաստանի, այնպես էլ բոլոր այն երկրների վրա, տնտեսությունների վրա, որոնք ունեն տնտեսություն որոշակի կախվածությամբ մետաղների գներից եւ որևէ գործոնի ազդեցություն այս դեպքում բացառել չի կարելի։ Ընդ որում ասեմ, հետաքրքիր բան կա, կարող է առաջին հայացքից թվալ, թե Հայաստանի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ, օրինակ նավթի գների անկումը, բայց դժվար չի երկու քայլանոց գործողությամբ պարզել, որ դա էլ ուներ ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա, որովհետեւ դա դրանից էապես կախված էր նույն Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը եւ հետեւաբար անուղղակիորեն դա ազդեց նաեւ Հայաստանի տնտեսության վրա, այսինքն համաշխարհային գների փոփոխությունը, մասնավորապես պղնձի եւ նավթի, իրենց ազդեցությունը ունեցան նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ Այդ տեսեք, նավթի հարցով հետաքրքիր բան է իսկապես ստացվում։ Երբ որ գինը իջնում է, ասում ենք վատ է։ Երբ որ գինը բարձրանում է, ասում ենք նույնպես վատ է, որովհետեւ բարձրանում է հիմա մենք կախված ենք նաեւ այդ գներից, չէ՞, մեր տնտեսությունը եւ այլն։ Այսինքն մեզ ինչ է ձեռնտու, իջեցումը թե բարձրացումը։ Գիտեք, իրավացի եք, երկու դեպքում էլ այդ վատը նշվում է, բայց շատ էական է, թե հիմնավորումը կամ պատճառաբանությունը դրա տակ ընկած որն է։ Իջեցման դեպքում վատը ես բերեցի, դա անուղղակիորեն ազդեցություն է, որտեղ մեր սերտորեն մեր տնտեսության հետ կապ ունեցող Ռուսաստանի Դաշնության տնտեսության վրա դա ունենում է բացասական ազդեցություն, այս իմաստով ինքը գնահատվում է որպես վատ։ Մյուս կողմից վատը, երբ որ գները բարձրանում են, արդեն մեր ներսում տնտեսության ներսում գների աճին է սա նպաստում, այսինքն արտադրանքի գներն են սկսում աճել, ինչը նույնպես էլի կարող է գնահատվել որպես բացասական, այսինքն միայն այն հանգամանքը, որ գնահատվում է որպես վատ կամ լավ, բավարար չի։ Շատ էական է նաև դրա տակ ընկած դատողությունը, թե ինչից ելնելով է դա գնահատվում որպես վատ կամ լավ։ Այսինքն ելքը որն է նավթի գնից ազատ լինել Հայաստանը չի կարող իր տնտեսության մեջ ինչ որ այլընտրանքային ձևեր թե ինչ։ Բնականաբար չի կարող լինել, որովհետև որևէ տնտեսության առայժմ չի հաջողվել, Հայաստանն էլ այդ տեսակետից չի կարող բացառություն լինել։ Ճիշտ է, հավանաբար հաշվեկշռված ազդեցություն ունենալն է, այսինքն այնպես էլի պետք է օգտագործեմ այս դիվերսիֆիկացիան, այնպիսի տնտեսություն ունենալ, որտեղ այդ ազդեցությունները հնարավոր կլինի չեզոքացնել, ցանկացած պատճառաբանությամբ տեղ ունեցած ազդեցությունների չեզոքացումը մեծ ջանքեր չպահանջի։ Սա հեռանկարում։ Տրանսֆերտների հարցով պակասել է $800 միլիոն 16 թվականին, բայց մյուս կողմից էլի կարող եմ ասել, դա այդքան էլ վատ չէ, որովհետև մենք այլևս հասկացանք, որ տրանսֆերտների վրա պետք չի հույս դնել։ Այդպիսի բան կա թե չէ։ Միանշանակ էլի պիտի համաձայնվեմ եւ էլի նույն թեզը առաջ տանեմ, որ իսկապես միայն վատ է ասելը բավարար չի, պետք է նաև դնել տակ այն պատճառաբանությունը, թե ինչու է վատ, որովհետև ինչ-որ միտեղ կախվածություն այդ տրանսֆերտներից նվազեցնում է աշխատելու հակվածությունը, այսինքն ավելի պակաս մոտիվացիա է առաջանում մարդկանց մոտ, շատ ավելի հեշտ է զանգել հարազատին կամ բարեկամին եւ այսպես ասած փող խնդրել, քան թե ջանքեր գործադրել, աշխատել, ստեղծել այդ փողը։ Եվ այդ իսկապես բացասական է այդ տեսակետից եւ կան այդպիսի երկրներ, որոնց տնտեսության համար նշանակալի է տրանսֆերտների չափը, որը, ինչպես արդեն ասացի, հենց այդ պատճառաբանությամբ իսկապես դժվար է գնահատել որպես լավ, բայց մյուս կողմից էլ դրա չլինելը նվազեցնում է սպառումը, ինչն էլ ունենում է իր բացասական հետևանք, այսինքն մենք այս անցած 2 տարիների ընթացքում հենց դրա ականատեսն ենք եղել, ըստ էության այդ տրանսֆերտների կրճատումը պայմանականորեն ասած փոխհատուցվել է պարտքով, այսինքն ներգրավվել է պարտք, որպեսզի մենք, ինչպես արդեն ասացի, ծախսային ծրագրերում չունենանք որևէ հետաձգում կամ առավել եւս կրճատում։ Երկու խոսքով որ երկրների մասին է խոսքը, որոնց վրա ազդում է տրանսֆերտների քանակը, որովհետև ինձ թվում է Հայաստանը ամենաազդվածն է այդ երկրներից։ Ու այստեղ ուղղակի օրինակ չբերեմ, որպեսզի չանրադառնանք, այդպես
չտարածվենք այդ փորձի վրա, բայց այդ գնահատականը, որ Հայաստանը ամենան է, հավատացնում եմ ձեզ, որ մի քիչ չափազանցված է։ Ոչ միայն այս դեպքում, այլ ընդհանրապես որևէ դեպքում, երբ որ գնահատվում է Հայաստանը որպես այս կամ այն հարցում, հատկապես երբ որ բացասական երևույթի մասին է, ամենան է, դա մի քիչ չափազանցված է։ Լավ, եթե անուն չեք տալիս, գոնե ասեք, ինչպես են այդ երկրները հաղթահարում այդ կախվածությունը։ Շատ դժվարությամբ դա իսկապես խնդրահարույց է, բավականին եւ այնպես չի, որ կարող ենք ասել, որ լուծված խնդիր է դա։ Դրան հասնում են դժվար, ծանր քայլերի հաջորդականությամբ մենք ուզում ենք հուսալ, որ մենք այդ ճանապարհով անցնելու ենք առաջիկայում։ Այդ ճանապարհի մասին մենք կշարունակենք զրույցը Հայաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի հետ։ Դուք դիտում եք հեռանկարը եւ իմ զրուցակիցն է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ինչ ճանապարհով է Հայաստանը պատրաստվում ազատվել այդ տրանսֆերների ազդեցությունից։ Մի քիչ այստեղ իհարկե առաջ անցանք, որովհետև մենք եթե հիշում եք սկսել էինք անցած տարվա հաշվետվությունը քննարկելու վերաբերյալ դատողություններ անելուց, հիմա մենք փորձում ենք մեր հեռանկարային ծրագրերի Երկու բառով ընդամենը եւ անցնենք էլի 16 թվականին։ Բայց էլի պիտի խնդրեմ, որպեսզի մենք չկենտրոնանանք որևէ մեկ գործոնի վրա, այսինքն տրանսֆերտից ազատվելը նպատակ չի։ Սա ընդամենը միջոց է կամ միջոցների ամբողջություն պետք է կիրառենք, որի արդյունքում մենք ունենանք նաեւ ավելի պակաս կախվածություն տրանսֆերտներից։ Ունենանք այնպիսի տնտեսություն, որը կլինի էապես ավելի ցածր կախվածության մեջ տրանսֆերտներից եւ ոչ միայն տրանսֆերտներից, այլ առհասարակ մեկ գործոնից, այսպես ասած։ 2016 թվականին արտաքին պարտքը ավելացել է 278 միլիարդ դրամով, այդպես է։ Կարգը այդպեսին է։ Այո։ Ինչով է դա պայմանավորված եւ արդյոք դա վտանգավոր չէ։ Սկսեմ վտանգավորության մասին դատողություն անելուց, ուրեմն դա գնահատվում է, միջազգայինորեն ընդունված մոտեցում է, գնահատել մի քանի ցուցանիշների հիման վրա։ Այդ ցուցանիշները հնարավորություն են տալիս այս կամ այն երկրի պետական պարտքը դասակարգել նվազ, միջին կամ բարձր պարտքի բեռ ունեցող երկրներ որպես։ Այդ տեսակետից ներողություն եմ խնդրում, այդ տեսակետից Հայաստանի արտաքին պետական պարտքի բեռը բոլոր այս ցուցանիշների իմաստով դեռևս շարունակվում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող, այսինքն Հայաստանը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։ Ընդ որում այստեղ երկու խումբ ցուցանիշներ են աշխատում կամ օգտագործվում գնահատելու համար, դրանցից մեկը դա պարտքի վճարունակության գնահատման համար է, մյուսը իրացվելիության, այսինքն կարող է դուք ունենաք հնարավորություն ձեր պարտքը մարել, բայց այս պահին չունենաք բավարար չափի միջոցներ, որպեսզի այդ ձեր պարտքը սպասարկեք։ Այս ցուցանիշների իմաստով Հայաստանը շարունակում է դեռևս մնալ, ինչպես արդեն ասացի, նվազ պարտքի բեռ ունեցող երկիր, բայց դա չի նշանակում, որ մենք ամենօրյա ռեժիմով չպետք է մտահոգված լինենք պարտքի կառավարման եւ դրա շրջանակում առկա ռիսկերի հարցերով։ Այսինքն դա մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է եւ անընդհատ պետք է ջանքեր գործադրենք եւ դա արվում է, որպեսզի մեր պարտքը միշտ գտնվի կառավարելիության, որպեսզի ես այս օգտագործածս դեռևս բառը կարողանամ տարածել հեռանկարի համար, նաեւ առաջիկայում։ Սովորաբար պարտք հնա հարաբերությունն է, չէ, համարվում վտանգավոր կամ ոչ վտանգավոր։ Մենք արդեն հասնում ենք 50%-ի մեր հնայի, դա վտանգավոր չէ, ըստ ես։ Պարտք հնան ցուցանիշներից մեկն է, ինչպես արդեն ասացի, եւ դրանով միայն չի, որ դատողություն արվում, թե արդյոք դա վտանգավոր է կամ ոչ, իսկ 50-ի հետ կապված ուղղակի պիտի ասեմ, որ մենք արձանագրել ենք, որ արդեն անցել ենք 50-ը, եւ օրենքով եւ ողջամիտ նաեւ տրամաբանությամբ կան որոշակի սահմանափակումներ, մասնավորապես մեր երկրի օրենսդրությամբ նախատեսված է որպես առավելագույն պարտքի շեմ 60%-ը եւ նկատում են պարտքը նա հարաբերակցության 60%-ը եւ 50%-ը սահմանված է որպես այնպիսի շեմ, որից հետո սկսվում է կիրառվել, այսպես ասած, ճշգրտող մեխանիզմներ։ Մասնավորապես մեր երկրի օրենսդրությամբ սահմանված է, որ այդ սահմանագիծը հատելուց հետո մեր հաջորդ տարվա դեֆիցիտը, պետական բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի 3%-ը։ Ինչն է նպատակը։ Նպատակը այն է, որ մենք վերադառնանք անվտանգ միջավայր,
պարտքի, այսինքն այն ինչ որ ավելացել է, ինչ որ պատճառներով, իսկ այս դեպքում պատճառը բազմիցս բարձրաբանվել է, բացահայտվել է, դա հիմնականում եւ ամբողջությամբ բացատրվում է արտաքին շոկերի հանգամանքով եւ այստեղ մենք այլընտրանք առանձնապես չունեինք այդ պարտք վերցնելուն, որովհետեւ հակառակ դեպքում մեր տնտեսությունը, ինչպես դուք նկատեցիք, 0.2% աճի փոխարեն կունենար բացասական զարգացում։ Այդ պարտքը մենք վերցրեցինք այն պատճառով, որ չենք ստացել տրանսֆերտները։ Դա պատճառներից, այսինքն այդ տրանսֆերտներից ստանալը հանգեցրել էր նաև սպառման կրճատման, հետևաբար նաև եկամուտների նվազման, այսինքն այն ինչից որ կանխատեսվում էր, որ պետք է գեներացվեն այնքան եկամուտներ, այնքան հարկեր, որքան որ անհրաժեշտ էին մեր բյուջետային ծախսերը ֆինանսավորելու համար, տեղի չէր ունեցել։ Եթե միայն մի ցուցանիշ վերցնենք, մեր կանխատեսված համախառն ներքին արդյունքի անվանական մեծությունը մոտ 5.4 տրիլիոն էր, եղել է փաստացի 5.1 տրիլիոն, այսինքն մոտավորապես 340 միլիարդ դրամով ավելի պակաս մեծություն ենք ունեցել համախառն ներքին արդյունքի, ինչը հարկեր գեներացնող մեծությունն է։ Եվ այդ հանգամանքը մեզ հարկադրում էր նաև ունենալ պարտքի ավելացում, որպեսզի մենք կարողանանք պահպանել ծախսերի այն մակարդակը։ Հակառակ դեպքում, ինչպես արդեն ասացի, մենք ոչ թե կունենայինք 0-ին մոտ տնտեսական աճ, այլ նույնիսկ բացասական զարգացում կլինի։ Այսօր այդ հարցը կարծես թե բարձրացվեց 2020 թվականին մենք ստիպված կլինենք վճարել պարտքից $1 միլիարդ։ Դա մտահոգիչ թիվ չէ։ Շատ իհարկե տպավորիչ է անջում $1 միլիարդ, այսպես, բայց պիտի նշեմ, որ մտահոգիչ չի, որովհետև այդ $1 միլիարդ մեջ ուղիղ կեսը $500 միլիոն դա մեր երկրի առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի մարման մեծությունն է։ 2013 թվականին մենք թողարկել էինք $700 միլիոն եվրապարտատոմսեր, այդ ծավալի եվրապարտատոմսեր, որի ժամկետը 7 տարի էր։ 2015 թվականին մենք ունեցանք երկրորդ թողարկումը $500 միլիոն չափ եւ այդ 500 միլիոնից 200 միլիոնը օգտագործվեց 2013 թվականին թողարկված պարտատոմսերի 700 միլիոն ծավալը 200-ով կրճատելու համար։ Մենք նվազացրեցինք 2020 թվականի մարման ենթակա 700 միլիոնը, եթե նկատում եք այս գործարքով դարձրեցինք 500 միլիոն, այն 200 միլիոնի ժամկետը երկարացրեցինք, որտեղ մենք ունեինք 7 տարանոց 700 միլիոն դրամի ներողություն դոլարի եւ հիմա 2015-ի թողարկման արդյունքներով մենք ունեցանք եւս 500 միլիոն դոլարանոց, բայց արդեն 10 տարի ժամկետով։ Դրա մարման ժամկետը 2025 թիվն է։ Եթե մի քիչ երկարացնեք շարքը, օրինակ կտեսնեք, որ 2025-ին մենք էլի ունենք 500 միլիոն գումարած այնքան, ինչքան որ մնացած վարկերի մասով առաջացել են պարտավորություններ։ Ես այսպես եմ հասկանում, որ 2020 թվականի կես միլիարդը չի վճարվի։ Ոչ թե չի վճարվի, այլ ուզում եմ ստեղ մի կարևոր բանի վրա ձեր ուշադրություն հրավիրել եւ նաեւ մեր հեռուստադիտողների, որ ինչու դա մտահոգիչ չի, որովհետեւ միջազգային ֆինանսական շուկա մտնողը չի մտածում, որ այդտեղից պարտք ներգրավված պարտքը պետք է մարվի հարկերի հաշվին։ Որպես կանոն դա վերաֆինանսավորվում է հենց նույն շուկայից պարտք վերցնելու ճանապարհով, այսինքն ենթադրվում է, որ կգա ճիշտ պատե պահը, դա կլինի կամ 2020 թվականը կամ դրան հնարավոր է նախորդի, ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ ներկայացրած օրինակի մեջ մենք 2015 թվականին, եթե նկատեցիք, գործարք ենք արել, թողարկել ենք, բայց դրա մի մասով վերաֆինանսավորել ենք, հետ ենք գնել մեր նախկինում թողարկածի որոշ մասը, դրանով հարթեցնելով մեր մարումների գրաֆիկը։ Այսինքն մենք 2020 թվականին ոչ թե չենք վճարելու դա, այսինքն ունենալու ենք, այսպես ասած, default, այլ մենք վճարելու ենք դա ի հաշիվ նոր ներգրաված պարտքի։ Հասկանանք։ Պարտքերի արդյունավետության մասին այնուամենայնիվ արժե մտածել, որովհետև մենք շարունակում ենք վերցնել եւ շարունակելու ենք վերցնել ըստ երևույթին։ Դե օրինակ խորհրդատվություն, չգիտեմ, խորհրդատվական ինչ-որ ծախսեր, որոնք շատ են քննարկվում, չգիտեմ, կովերին կթելու վերաբերյալ Զիմբաբվեից եկած ուրեմն փորձագետը։ Այդպիսի պարտքեր արժե վարկեր վերցնել, թե չէ։ Միանշանակ այդպիսի վարկեր, այդպիսի պարտքեր չարժե վերցնել, բայց մեր երկրում այդպիսի ձեր նշած խորհրդատվական ծառայությունների համար որպես կանոն օգտագործվում են միայն դրամաշնորհային միջոցները, այն էլ եթե օգտագործվում են։ Բայց ես ուզում եմ այստեղ մի կարևոր հանգամանքի վրա եւս դեր ուշադրություն հրավիրել, մեզանից է կախված, թե ինչքանով կլինի արդյունավետ այդ դրամաշնորհը։ Այդպես վերաբերվել
ցանկացած խորհրդատվության կարծում եմ այնքան էլ արդարացված չի։ Այսինքն այն կարծիքը տարածված, թե մենք ամեն ինչ գիտենք, մեզ ոչինչ պետք չի, լրացուցիչ իմանալ, մեզ խորհուրդ մի տվեք, մեզ օգնեք փողով, այնքան էլ արդարացված չի, որտեղ շատ հաճախ մենք իսկապես կարիք ունենք միջազգային փորձի կոնցենտրատի, մենք կարիք ունենք ստանալ այն խտանյութը, որը տարիների ընթացքում կուտակվել է ամբողջ աշխարհում, այլ հարց է թե մենք դա ինչքանով արդյունավետ կօգտագործենք եւ ինչքանով ճիշտ կլինի մեր ձևակերպած խնդիրը այդ խորհրդատուների առջև եւ դա իհարկե դրա անհրաժեշտությունը կա, բայց դրա համար վարկային միջոցներ չեն օգտագործվում։ Ընդհանրապես խորհրդատվական ծառայությունների համար վարկային միջոցներ չեն օգտագործվում։ Ոչ, մի նրբության մասին էլի ձեզ ուղղակի տեղեկացնեմ, որտեղ հաճախ դա շփոթություն առաջացնում է։ Այստեղ խոսքը վերաբերում է ընդամենը դասակարգմանը, որտեղ միջազգային կանոններով խորհրդատվություն է ձևակերպվում նաև օրինակ նախագծանախաշվային փաստաթղթերի ձևակերպումը։ Մի քիչ շեղվեցինք այսպես հանրամատչելի բառապաշարից, բայց այն դեպքում, երբ որ օրինակ կապիտալ ծախս պետք է իրականացվի, շինարարություն պիտի արվի, դրա համար ենթադրվում է, որ նախագիծ պիտի արվի։ Այդ նախագիծը միջազգայինորեն ընդունված բառապաշարում գնահատվում է որպես խորհրդատվություն, բայց մեր օրենսդրության մեջ դա խորհրդատվություն չի համարվում։ Ձեր նախարարի Վարդան Արամյանի խոսքում ես այսպիսի ակնարկ զգացի, գուցե սխալվեցի, որ սոցիալական պարտավորությունները բյուջեն չափից դուրս շատ են եւ դրանք պետք է թեթևացնել։ Ինչի մասին է խոսքը։ Նպաստների, թոշակների, առողջապահության փաթեթների, չգիտեմ, բժշկական փաթեթների, ինչի մասին է խոսքը։ Ինչ է պետք թեթևացնել։ Որ ասում եք ձեր նախարարի, ես հասկանում եմ նկատի ունեք Հայաստանի ֆինանսների նախարարի ձեր վերադաս նախարարը։ Ես կարող եմ հետեւյալը ուղղակի պարզաբանել, տեսեք, մենք օրենքներով ունենք ստանձնած պարտավորություններ։ Մենք այդ փորձեցինք ախտորոշել, թե վերջապես մեր բյուջեն ինչպիսի կառուցվածք ունի, ինչից է գոյանում մեր բյուջեն։ Մեր բյուջեում օրենքներով արդեն իսկ ստանձնված պարտավորությունները, երբ որ իրար հետ համադրում ենք, ընդամենը 2017 թվականի համար 2-3 թիվ, ասեմ, առանց շատ ծանրաբեռնելու։ Ծախսային մասը 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ էր։ Այս 1 տրիլիոն 360 միլիարդ դրամից պարզվում է, որ 1 տրիլիոն 10 միլիարդը օրենքներով արդեն իսկ կանխորոշված է, թե ինչ ուղղություններով պիտի օգտագործվեն։ Մոտավորապես 160 միլիարդը դա կառավարության որոշումներով, տարատեսակ իրավական ակտերով ստանձնված պարտավորություններ են։ Ասենք ինչ ծառայությունների շրջանակ պետքա մատուցվի, ինչ շահառուների այդ ծառայությունների շրջանակը պիտի մատուցվի։ Խոսքը վերաբերում է այսպիսի պարտավորություններին։ Մոտավորապես 95 միլիարդը դրանք միջազգային պարտավորությունների շրջանակում, տարատեսակ համաձայնագրերի շրջանակում ստանձնված պարտավորություններ են։ Եթե այս հաշվարկը պահեցիք մտներում, 80-85 միլիարդ դրամի չափ է մնում, այսպես ասած, հայացողական ծախսերի մասնաբաժինը։ Ընդ որում, այս հայացողականն էլ շատ պայմանական հայացողական ծախսեր է։ Իրականում սրանք չարվելու դեպքում այն մնացած ծախսերի մի մասը անիմաստ կլիներ։ Եվ այս տեսակետից է խնդիրը, որ մեր ընթացիկ ծախսերը բավականին առաջընկած են աճել։ Եվ սա հավանաբար բնական է, որտեղ սա ճիշտ է, ընդ որում ոչ միայն պետական բյուջեի դեպքում, այլ ցանկացած միավորի համար սա խոշոր հաշվով ճիշտ է, որտեղ կարիքը ավելի առաջանցիկ տեմպով է աճում, քան հնարավորություն է այդ կարիքը բավարարել։ Դուք կարող եք վերցնել ձեր օրինակը, ցանկացած ընտանիքի, ցանկացած կազմակերպության օրինակ, կարիքը հաստատ ավելի արագ է աճում։ Մերն էլ է այդպես եղել, մենք էլ բացառություն չենք։ Բայց դա խոչընդոտում է ինչ որտեղ զարգացմանը, որովհետև փոխարենը այդ միջոցները առաջնահերթորեն ուղղել այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք հնարավորություն կտան գեներացնել նոր եկամուտներ, դրանով իսկ ավելի շատ հնարավորություն ստեղծելով հենց նույն սոցիալական ուղղվածության ծախսեր ֆինանսավորելու, մենք օգտագործում ենք ոնց որ սոցիալական ուղղություններով։ Այս է խնդիրը, որը նախարարը անդրադարձավ հաշվետվության ժամանակ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ես զրուցում էի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի հետ։ Դուք դիտում եք հեռանկարը, մենք կհանդիպենք վաղը։